Շարունակվում է առավոտ լուսոն սիրելի հեռուստադիտողներ, իսկ մենք շարունակում ենք պատմել մշակութային այն միջոցառումների մասին, որոնք սպասվում են առաջիկայում, եւ իսկապես շատ կարևոր մի նախագծի մասին ենք ուզում ձեզ պատմել, որպեսզի դուք էլ բաց չթողնեք։ Հակաուատի մշակութային հասարակական կազմակերպության կողմից 2025 թվականի նոյեմբերի 19-ին եւ 20-ին լուսանկարիչ եւ պատմասաց Ուինսլոու Մարտինը Երևանում ներկայացնելու է բազմաբովանդակ ներկայացում եւ ներկայացման խորագիրն ու անունն է շատ կարևոր Սիրո նամակ Հայաստանին։ Ինչ է լինելու այս ներկայացման ընթացքում, բոլոր մանրամասները հենց հիմա կներկայացնեն հյուրերը։ Իսկ այսօրվա մեր հյուրերն են Ռաֆին Միզբիլյան, ներկայացման ռեժիսոր, պրոդյուսեր, Հակաուտի մշակութային հասարակական կազմակերպության ղեկավար եւ Ուինսլոու Մարտին լուսանկարիչ։ Բարի բոլորին։ Դե մի քիչ կպատմեք, կմանրամասնեք ձեր կազմակերպության մասին, ինչ է անում, ինչով եք զբաղվում։ Եթերից առաջ իմացանք, որ շատ հետաքրքիր ստեղծման պատմություն նաև ունի։ Ուրեմն պատմությունը հետևյալն է, Հակաուատի արաբերեն լեզվով նշանակում է պատմասած, պատմություն պատմող։ Իրականության մեջ դա կազմակերպությունը կոչվում է, այդ անունը կոչվում է Սոնա Թաթոյանի, իմ գործընկեր, հիմնադիր գործընկեր, Աբու Բաբը, որ ինքը Աբկար Քնաջյանը հենց Հակաուատի են ասել իրեն, Հալեբում է եղել իր աշխատանքը, ինքը Ուրֆայից փախստական որպես ցեղասպանության ժամանակ փախել է ընտանիքի հետ, բայց հետը վերցրել է 180 հատ Ղարագյուզ տիկնիկներ եւ շարունակել է իր գործունեությունը այնտեղ, ինքը Հակաուատի անունը այդպես գրել է։ Ու մեր կազմակերպությունը հենց դա է անում պատմությունների միջոցով, հա, պատմություն պատմելով, որտեղ Ուինսլոուի նաև ներկայացումը պատմվածք է իր կյանքին եւ ավելի մանրամասն ինքը կասի եւ Հայաստանի այդ սիրո հարաբերության մասին։ Պատմությունների միջոցով մենք ընդհանուր բուժման ենք տանում տրավմաներից, հա, որպես ինքը գործիք, շատ կարևոր գործիք է, այսօր գնալով ավելի շատ է ինքը գիրառվում հոգեբանական աշխատանքների մեջ, այսինքն պատմությունների միջոցով կարողանում ենք վերհանենք խնդիրները ու ազատվենք կամ բուժվենք այդ տրավմաներից եւ վերականգնում ենք ժառանգը, այն նույն ժառանգը, որ նոր պատմեցի, այդ 120 տարվա Ղարագյուզները այժմ աշխատանք ենք տանում, որ իրենց վերականգնենք եւ մատուցենք նաեւ աշխարհին որպես մշակութային նոր նյութ, որ կարողանա ինքը նորարար ձևերով ներկայացվի։ Իսկ այս ներկայացումը, հա, Սիրո նամակ Հայաստանին, ես ճիշտ ասած տեսա Ուինսլոուի աշխատանքը, մենք հանդիպեցինք տարիներ առաջ, իր աշխատանքը պատմության թանգարանում ցուցահանդես է տեղի ունեցել 2 տարի առաջ, որտեղ 3 անգամ այցելել եմ այդ ցուցահանդեսի նկարները, որովհետև չէի կարողանում մինչև վերջ նայել, այդքան ապրում էի, ոնց որ ես 23 տարի Հայաստան եմ, այդ ամբողջ իմ կյանքն էր պատմում լուսանկարներով, գյուղական կյանքը, չգիտեմ, պատմական օրերը, հա, այդ որ ապրել ենք մենք, շատ սիրով, շատ սիրուն ձևով ինքը կարողացել է անմահացնել, 19-ին, 20-ին կլինենք հենց բեմի վրա ու կապրենք այդ վարքյանները իրար հետ։ Մինչ արդեն բոլոր մանրամասները կիմանանք այս ներկայացման, հետաքրքիր է, պարոն Ուինսլոու, ինչպես սկսվեց ձեր եւ Հայաստանի կապը, երբ առաջին անգամ իմացաք Հայաստանի մասին, գիտենք, որ արդեն մոտ 2 տասնամյակ, 20 տարի եւ ավելի է շարունակվում է այդ սերը։ Բարի առավոտ, շնորհակալ եմ այսօր ինձ այստեղ հյուրընկալելու համար, իսկապես երկար պատմությունն է եւ հենց այս ներկայացման ամբողջ իմաստը դրանում է կայանում։ Ես թերթի լուսանկարիչ եմ եւ ինձ շատ է հետաքրքրում խնամատարությունը։ Եվ ես ուզում եի մի քահանայի լուսանկարել եւ Կարճ ասած, պարզվեց, որ նա հայ-ամերիկացի է եւ նրա կերպարը ինձ գրավեց, ես շատ էի սիրում պատմությունը, ու սկսեցի կարդալ էլ ավելի։ Եվ այդ տարվա ավարտին, երբ լուսանկարում էի նրան, նա ինձ բերեց Հայաստան, ավարտեցի այդ պատմությունը, որոշեցի նորից վերադառնալ եւ նորից, երբ հոկտեմբեր 27-ի իրադարձությունները տեղի ունեցան, ես նորից այստեղ էի լուսանկարելու Գարեգին երկրորդին, եւ դա շատ ուշագրավ էր ինձ համար։ Արդեն 26 անգամից ավել է ինչ ես Հայաստանում եմ, երկար ժամանակներ եմ անցկացրել
այստեղ։ Ես սիրում եմ ասել, ես ծիծաղել եմ քեզ հետ Հայաստան, ես լացել եմ քեզ հետ Հայաստան։ Այդ ուրախությունը պարզապես գալիս էր այդ ձեր բաց դռներից, բաց սրտերից, գյուղերից, կենացներից, այն ամեն ինչ ինչ տեսել եմ ես այստեղ։ Այն մենք սպասում ենք ձեզ արտահայտությունից 2020 թվականի պատերազմի ընթացքում եւս այստեղ էի, Ամերիկայում կովիդից այստեղ էի, 2023 թվականին այստեղ էի հարսանիքի մասնակցելու, ցեղասպանությունը երբ տեղի ունեցավ, ես Կորնիձորում էի, Գորիսում էի, շատ փախստականների հետ եմ եղել։ Անցյալ ձմեռ եւս վերադարձա այստեղ, զարմանահրաշ ձմեռը տեսա Լորիում, գյուղերում։ Այսինքն այն ներկայացումը, որ բեմում տեղի կունենա, այս ամենը ավելի մեծ ազդեցություն թողելու միտում ունի հասարակության վրա։ Քան թե սոսկ լուսանկարները ցուցադրել։ Ես ուզում եմ խոսել սրտերին։ Որպես արվեստագետ մարտահրավերն էլ միշտ կարևոր է, բայց պատմասացությունն ու ազդեցությունը ինձ համար, մասնավորապես Ամերիկայում, մարդկանց պատմելն է այս երկրի մասին, որի մասին նրանք չգիտեն։ Այստեղ իմ գլխավոր նպատակը, եթե նշելու լինեմ մեկը, ոչ թե մարդկանց ասել ինչ անելն է, այլ հիշեցնել մարդկանց այն ամենի մասին, ինչ նրանք չեն տեսնում, կենացների գեղեցկությունը, այնպիսի այն իրավիճակի փողոցում մի խնդիր ունես, եւ ամեն մարդ գալիս է օգնելու, հրաշալի մշակույթ, հրաշալի խոհանոցը, որ դուք ունեք, եւ ձեր բնությունը, որ դուք ունեք, եւ ձեր էությունը կառուցելու, քանի որ ձեր պատմության մեջ բաժանում շատ ունեք, բայց դրա վրա կառուցելու, քանի որ այս օրերին շատ եմ խոսում այդ մասին, իմ լուսանկարներում լրացնելով այն երաժշտությամբ, սա իսկապես էլ ավելի է նշում, կարևորում, գիտեք ինչ է, այդ փորձառական մասնակցությունը, մենք միասին ճամփորդության մեջ ենք լինում երկուսս միասին, կամ հարթակում, ես կշարունակեմ գալ եւ իմ լուսանկարների արխիվը կառուցել։ Իսկապես հիանալի այս պատմությունը, այս կապը, որը դուք ստեղծել եք Հայաստանի հետ, բայց ինչպես եղավ արդեն ձեր կողմից առաջարկը եւ համագործակցությունը այս ներկայացման։ Շատ հետաքրքիր է 2023-ին, երբ որ ցուցահանդեսը տեղի էր ունենում, ես ապրեցի ու շարունակական կապ հաստատեցինք իրար հետ Facebook-ով, այլ կապերով եւ ուղղակի պատահաբար ասեցի, որ կարող է ուզենաս բեմադրես այս նկարների պատմությունը եւ հետաքրքիր է որ պատասխանը ասեց, բայց արդեն ես արել եմ։ Բոստոնում արդեն մի անգամ ներկայացրել ենք ու շատ հետաքրքիր էր այդ զուգաթիվությունը, որ ցանկությունը իմ կողմից եւ արդեն արկա լինելը իր առաջի փորձը, բեմ բարձրանալու առաջի փորձը եղել էր Բոստոնի հանդիսատեսի համար եւ հիմա արդեն մի քիչ նոր ցևով Սունդուկյան գիտեք շատ մեծ դահլիճ է, բայց այս ներկայացումը շատ մտերմիկ նպատակ ունի, հենց հանդիսատեսը նստում է բեմի վրա, բեմը վերածում ենք նաև ընդհանուր մի մեծ սև բոքսի, որտեղ ներառված է հանդիսատեսը նկարներին, պատմության, բայց Art Nexus Աննա Միքայելյանի ղեկավարությամբ երաժիշտների ձայներով, այսինքն ունենք վոկալ, չգիտեմ, string, գիտար եւ այլն, հա, ու ինքը մեզ տանելու է, բերելու է համ պատկերացնում եմ, որ հանդիսատեսը մի քանի անգամ կհուզվի, մի քանի անգամ կծիծաղա, մի քանի անգամ ինքը իրեն հարցեր կտա, թե արդյոք այսպես է Հայաստանը, արդյոք մեր հայրենիքը այսպիսին է, որտեղ մենք տեսնում ենք ոչ հայի աչքերով արդեն, ու ինձ համար շատ հուզիչ էր եւ ցուցահանդեսը եւ փորձերը, որ մենք արդեն անում ենք, իսկապես փշակախվելու ներկայացում է լինելու, ընդամենը 2 երեկո է եւ հետաքրքիր որ փարադոնի, հա, Երևանի միջազգային թատրոնի փարադոնի բացումն է այս տարի, բացումն է լինելու, որը ողջունելի է նաև հենց Վարդանի կողմից, տնօրենի կողմից, որ ինքը համաձայնվեց եւ մեզ հրավիրեց, որպես բացման ներկայացում անենք։ Շատ լավ, պարոն Ռաֆի, ինչ հույսեր կամ ակնկալիքներ ունեք այս ներկայացումից, այն կարող է արդյոք կամուրջ դառնալ Հայաստանի եւ Սփյուռքի միջև, ինչ է կարծում։ Չգիտեմ Սփյուռքի հետ կապված, բայց ինձ թվում է ավելի շատ որպես հայ այսօր ես Հայաստանում ապրող, արդեն 23 տարի ես իսկապես ապրել եմ տարբեր տեսակի Հայաստաններ, դե պատմությունը այդպես է, չէ, ասենք ինչքան զարգանում ենք, այդքան նոր իրողությունների ենք հանդիպում։ Այսօրվա իրողությունը շատ քիչ առաջ որ Winslow-ն էլ ասեց, շատ
իրարից ոնց որ դարանչատված լինենք։ Ես հույս ունեմ, որ այս ներկայացումը միմյանց կմոտիկացնի եւ մենք կհիշենք, որ իրականում մենք այս նույն երկնքի տակ մեկ ազգ ենք, ինչքան էլ որ դարբեր գործիքներ ունենանք, չհամացանվենք ու դա արժեքն է, հա, որ մենք կարող ենք ունենանք որպես ազգ։ Ինչքան դարբեր գործիքներ լինեն, այդքան նոր մտքեր կստեղծվեն, բայց դրա համար չպետք է իրարից նեղանալ, թշնամանալ եւ այլ, հա։ Հուսամ, որ իմ հույսը նա է, որ այսինքն երբ որ մենք կտեսնենք այդ տրավմայից, որ մենք դեռ չենք կարողացել ձերբազատվել սկսած ցեղասպանությունից, երկրաշարժից, առաջի պատերազմ, երկրորդ տեղահանում, իսկապես այսպիսի փոքր ազգ, որ այսքան տրավմա է ապրել ընդամենը 100-ամյակի մեջ, շատ է, բայց մենք չենք փորձում խոսալ դրա մասին, փորձել այդ խնդիրները վերհանել եւ հասկանալ ինչպես կարող ենք մենք մեզ բուժենք որպես ժողովուրդ։ Իմ հույսը դա է։ Հետաքրքիր է նաև լսել ձեզ, որովհետև այս դեպքում ոչ միայն լուսանկարներն են պատմելու, պարոն Միզլո, այլ նաև այն ներկայացումը, բազմաբովանդակ ներկայացումը, որը հային պատմելու է Հայաստանի եւ ձեր սիրո մասին։ Ինչ եք ուզում պատմել մեզ։ Որն է մեզ համար չտեսնված Հայաստանը, որ դուք տեսել եք ձեր աչքերով։ Well, it's a really good question. Դե ինչ շատ լավ հարց է։ Արագորեն մտածեմ միգուցե երկու կարևոր բան։ Առաջինն այն է։ Գիտեք ինչի մասին եմ ուզում խոսել։ Այն բաները, որոնք ամեն օր են։ Միգուցե ձեզ համար աննշան լինեն, բայց ինձ համար դրանք աննշան չեն։ Ես մեկին ասացի, ես որպես օտարական միգուցե չպիտի այստեղ լինեմ։ Իմ տեղը չէ սա, ասաց ոչ։ Դուք տեսնում եք հենց այն, ինչ մենք չենք նկատում։ Կարող եմ երկար պատմությունների մի ցանկ պատրաստել, հրաշալի պատմություններ։ Օրինակ օթանավակայանում առավոտյան 3-ն է, վարորդը, տաքսու վարորդը ինձ սուրճ է տալիս, որ սկզբից ես չեմ ուզում եւ նա զարմանում է, ասում իսկական քեզ խորոված կբերեմ։ Իհարկե կատակում էր, բայց միևնույն ժամանակ չէր կատակում։ Միլիոնավոր այսպիսի մարդու տեսակի մասին պատմություններ ունեմ։ Իհարկե այսպիսի ես ասում եմ, սա փոքր երկիր է, մեծ սրտով, 100,000-ավոր, միլիոնավոր օգնող ձեռքեր ամեն օր դուք տեսնում եք այս օգնող ձեռքերը, դուք գիտեք ես ինչի մասին եմ խոսում, եւ հավատացեք, սա արտասովոր է։ Մարդկությունը կարոտ է այսպիսի օգնող ձեռքերի։ Ինչ անել հաջորդիվ, այդ մասին մի փոքր խոսում եմ, վստահ չեմ կկարողանամ արդյոք դա լիարժեք բացատրել։ Բոլորս ունենք մեր ոլորտները, բոլորս ունենք մեր արհեստն ու արվեստը։ Միգուցե մի հարևան, որ օգնում է մյուս հարևանին կթել կողը, միգուցե արվեստագետ է, ով անում է իր լավագույնը իր արվեստով հանդես գալու։ Խոսելու բարիքի մասին եւ մարդկանց այդ նախագծում ներառելու եւ դրական հույզեր փոխանցելու ամբողջ աշխարհով մեկ Հայաստանում ամեն միանատ եւ աշխարհում եւս ունի բարիք գործելու կարողություն իրենց իսկ ունեցած հմտություններով եւ գիտելիքներով եւ այդ ամենը միտված է իրականությանը առերեսվելու այն անարդարությունը տեսնելով դրա դեմ գործելու փոքր գործերը կարող են մեծ գործերի հանգեցնել մեկ հոգու գործողությունները կարող են ուրիշի հետ միավորվելով մեծ արգասիքի հասնել կարող է թվալ պարզ է բայց հավատացեք արդյունքը մեծ կարող է լինել եւ երբեմն միգուցե ինքս ինձ հասեմ տալիս արդյոք ես շատ նաիվ ու միամիտ եմ արդյոք ես զուտ պոզիտիվ մտքեր եմ արտահայտում ինձ չի հետաքրքրում դուք ինչ եք մտածում այո ես այդպեսին եմ սա սիրո նամակ է սա գրված է մեկին որին ես շատ եմ սիրում ես ուզում եմ նրա բարության մասին խոսել, նրա լավը տեսնել։ Ես կարող եմ ուրիշին կտոր անել եւս, բայց իմաստը որը կլինի դրա։ Ինչ պետք է անենք, երբ անդադար բողոքում ենք։ Բողոքելը միայն վատթարացնում է վիճակը։ Այո, ես պոզիտիվ դրական գործողությունների միտված, ըստ եթե մեկ խորհուրդ ունենամ, ճանաչիր ինքդ քեզ լավ, սիրիր քո հարևանին լավագույն կերպով։ Հիանալի է եւ կարծես մեր բարության օրվա ամփոփումն էր այս նաեւ զրույցը եւ իսկապես Հայաստանը մի մեծ սեր ճառագող երկիր է, որ այդ սերը կարող է տալ ամբողջ աշխարհին եւ դուք էլ հիանալի օրինակներից մեկն եք, թե ինչպես կարող է Հայաստանը բացարձակ կապ չունեցող հայի եւ Հայաստանի հետ մարդուն այսպիսի սեր տալ, իսկ սիրո նամակը արդեն դառնում է ներկայացում սիրո նամակ Հայաստանին, որը կարող ենք դիտել Ազգային ակադեմիական թատրոնում Գաբրիել Սունդուկյանի անվան նոյեմբերի 19-ին եւ 20-ին բաց մի թողեք այս հնարավորությունը, շնորհակալ ենք առավոտը մեզ հետ սկսելու համար։ Ասում ենք բոլորին, կուզենայինք ձեզ էլ հրավիրենք շատ մեծ հաճույքով։ Սիրով կգանք։ Շնորհակալ ենք անչափ։ Շնորհակալ ենք։ Իսկ մենք շարժվենք առաջ։ Շարժվենք առաջ։ Ես առաջարկում եմ լսենք երաժշտություն։ Լավ երաժշտություն եւ վերադառնանք։ Շատ լավ։